Ընկերներ ջան, ողջույն։ Այսօր սովորելու ենք այնպես տատով ինչպես ընտրել Վալբերեսիում լավ վաճառվող ապրանք, հա, այսինքն ուսումնասիրելու ենք ընդհանուր նիշայի ընտրությունը։ Ինչպես գիտեք, տարեստարի Վալբերեսիում աճում է, հա, ապրանքների քանակը եւ գնալով ավելի դժվար է թե փորձառու մենեջերների համար եւ թե սկսնակների, հա, համար որոշել ինչ վաճառել, հա, այդ պատճառով մենք կօգտագործենք այնպես տատի տված մեզ հնարավորությունից եւ կընտրենք մեզ համար մրցունակ եւ լավ վաճառվող ապրանք։ Ներկայացնելու երկու տեսակով, հա, ինչպես ընտրել երկու գործիքով։ Առաջինը, ուրեմն գնացինք, հա, մենյու, մտնում ենք այստեղ մենյու, Վալբերես, Վիբր նիշի։ Տեսեք, այսպեսի մի հաշվետվություն է մեզ համար բացվում, որտեղ որ ձախ կողմում ներկայացված է Վալբերեսի ներքին ռուբրիկատորները, հա, իր մեջ ներառող ապրանքներով։ Այստեղ իր ուրեմն ցուցանիշներն են այս բաների, ռուբրիկատորների, տեսեք, եւ վերևում ֆիլտրներն են, որոնց միջոցով, այս երկու բաների միջոցով էլ ֆիլտրերի եւ ցուցանիշների ընտրելու ենք լավ վաճառվող ապրանք, հա, մեր լավ նիշա։ Եվ այսպես գնացինք, տեսեք, ընդհանուր բացում ենք, հա, 7424 հատ կատեգորիա կա, դե ինչ վաճառել էստեղ, արդեն բավականին բարդ հարց է։ Այդ պատճառով առաջին հերթին կընտրենք այս ֆիլտրերը, կուսումնասիրենք, որը մեզ մոտավոր կտա պատկերացում, հա, ինչ վաճառել, այսինքն որ կոնկրետ կատեգորիայում խորանանք, հա։ Այստեղից ամենից շատ նայեք օգտագործող ֆիլտրներ, դուք կարող հերթով ձեզ որը հարմար է դնեք։ Ես օգտագործում եմ բռուչկան, ընտրենք այնպիսի, այսինքն մենք ուզում ենք, որ այնպես տատը մեզ ցույց տա այնպիսի կատեգորիա, որ շրջանառությունը ենթադրենք, հա, սկսվում է օրինակի համար, ենթադրենք 4 միլիոնից։ Տալիս ենք պրիմինից, տեսեք, այն 7400 ինչքանը կրճատվեց, դարձավ 2569։ Հաջորդ իմ համար կարևորներից է, ֆիլտրներից, օրինակ սրեդնի պրոցենտվի կուպա с учетом возврата, որ օրինակ մենք լոգիստիկայի վրա հետ վերադարձի պատճառով շատ գումար չծախսենք, հա, ենթադրենք այստեղ սկսվի 60%-ից, հա, օրինակի համար։ Տեսեք 2569-ն էլ իթերթին կրճատվեց 2408։ Տեսնենք էլ ինչ բաներ կա, ապրանքներ կան։ Օրինակ նայեք, տեսեք դաժե կոմիսիան, հա, կարաք ընտրեք այնպիսի բան, որ նիշա, հա, որ լինի ենթադրենք, հա, մինչև 19%-ը ցույց տա։ Էս էլ իր հերթին կրճատվեց 2200-ի, տեսեք։ Ու ես նաև ընտրում եմ, ուրեմն մեդիաննայա ցենան, տեսեք, հեսա, այսինքն մեզ ցույց տա, հա, այնպիսի կատեգորիաներ առաջարկի, որ գինը բարձր լինի, ենթադրենք, հա, օրինակ 1500 ռուբլուց, ենթադրենք, մինչև 3000 ռուբլու սահմաններում, այդպիսի կատեգորիաների բաները ցույց տա։ Տեսեք, այստեղից մնաց 268 կատեգորիա, և սրանք արդեն հերթով, ուրեմն, հա, ուսումնասիրելով պետք է դուք ընդհանուր եզրակացություն կայացնեք, թե ինչ վաճառեք, հա, լավ կլինի, որ տավարով, հա, պրոցենտ տավարով движение, այստեղ պրոցենտ, ինքը բարձր բան, տոկոսով բաներ ընտրեք, տեսեք, օրինակ 49%-ը ինչ է, հա, ենթադրենք, կարանք մի հատ մտնենք, հենց պայմանական, օրինակ, այս նիշա, տեսնենք ինչ ապրանքներ է ինքը առաջարկում, Հա, ինչ-որ սենց բաների հետ կապված, հա, հոդերի, ծնկների հետ կապված, այսպիսի ապրանք է ինքը առաջարկում, վերուչկան տեսեք, հեսա բավականին բարձր, իջնում է այստեղ, գնալով, ահա, շատ չի ապրանքները այս բանում, հիմա տեսնենք պրոդավցին, հա, ինչ է ցույց տալիս, Այստեղ բացվում է և տեսնում ենք, որ շուկայի մոնոպոլիա չկա համարյա, թե նայեք 50-ից ավել տոկոսը ազատ է, հա, մեր համար։ Այստեղ էլ նայելով հասկանում ենք, որ սպաներ չկան, հա, այսինքն հավասար կամ նույնիսկ ածեները ավելի շատ են, այսինքն մրցակցությունը այդքան էլ բան չի, կարծում դժվար չի լինի։ Տրենդը բացենք, հա,
Տեսնենք այստեղ ինչ է կատարվում, այսինքն վաճառքները աճում են, թե նվազում են, որպեսզի չխճճվենք, այս սաղ փակում ենք։ Տեսեք, ահա, սկզբում նայեք 20 թվականի, հա, հունվարին ինչ ցուցանիշ ա եղել, կամ հա, եւ գնալով արդեն սկսում է ավելանալ։ Այսինքն գնալով այս շուկան աճում է, ոչ թե իջնում է։ Կարանք փակենք ստե տավարով, հա, ապրանքները ու վաճառվող ապրանքները բավականին լավ է, կարծում եմ։ Այստեղ ցնվայ սեգմենտացիան կարանք նայենք, ինչ գնանոց ապրանքները հա, բանանում, տեսեք, կապույտները ցույց է տալիս վերոչկան, հա, այսինքն այստեղ բարձրը IS գնանոցը, հա, 3850-ից 4200 ռուբլիանոցը, այսինքն ինքը արել է ընդամենը 397 վաճառք, բայց ունեցել է 1.649.000 ռուբլու շրջանառություն։ Այստեղ արել է արդեն 500 կրկնակի ավել, բայց 926 համարյա 1 միլիոն չի հասնում։ Այսինքն սա ձեզ կհուշի, թե ինչ ապրանք ընտրել, արժի ընտրել, հա, ինչ գնանոց ընտրել ապրանք, որ լավ վաճառքներ ունենանք, հա։ Պրոգնոզի հատվածը նայեք, ընկերներ ջան, տեսեք, ուրեմն կապույտով էմպեստատը գուշակում է, թե այս շուկան, որ ժամանակաշրջանում ինչ է սպասվում, հա, այսինքն իջնելու է, թե բարձրանա, իջնելու է, թե բարձրանա։ Իսկ կապույտը, կարմիրը ներողություն, փաստացի ոնց է, հա, իրականում, այսինքն համապատասխանում է իր տված պրոգնոզին, թե չէ։ Սա էլ հաշվի առնելով, տեսնում եք, եթե համապատասխանում է շատ շիշեղումներ, տեսեք, օրինակ ստեղ տվել է մի քիչ իջնում է, ինքը հա, տենց էլ փաստացի տենց էլ եղել է, նույնը էստեղ։ Ստեղ տվել է ենթադրենք պետքա հավասար գնա, բայց բանա, հա, ինչ որ աճ է ունեցել, նույնը էստեղ, հա, օրինակ եմ։ Եթե տեսնում եք ինքը համապատասխանում է, ուրեմն կարող եք սա էլ, հա, հաշվի առնել։ Եվ այսպես պետքա հերթով ուսումնասիրեք, հա, ընկերներ ջան, նայենք ստեղ սրեդնի պրոցենտ վիկոպան ինչքան էր, հա, մի քիչ, օրինակ տեսեք, հա, 76%, այսինքն 10-ից 7-ը կոպիտ ասած գնում են, հա, օրինակի համար։ Տեսնենք նորմալ վաճառվող, ահա, գրաֆիկով նայում ենք նորմալ վաճառվող ապրանքներ են սրանք, հա, կարակ ասենք դուք էլ բանանեք հասկանա, կարող եք բերել, թե կարող եք մրցակցել, թե չէ։ Գինը նայեցինք, օձիվներինն եք ուշադրություն դարձնում, եթե տեսնում եք օրինակ 1000-ից ավել, հա, 2000 ենթադրենք, պետքա էդ էլ գիտակցեք, հաշվի առնեք, որ կարաք մրցակցեք, թե չէ։ Ընդհանուր առմամբ կարծում սա այդքան էլ վատ բան չի, հա, ցուցանիշ չի, այսինքն շատ չեն մրցակիցները, ընդամենը նաև 535 ապրանք, այստեղ մոնոպոլիա չկար, աճում էր շուկան, եւ արդեն հարմար մատակարար, եթե ճարեք, տեսնենք ինչ գնով է առաջարկում, որոշեք, հա, կբերեք, թե չէ։ Այսպես, սա նայեցինք, հա, ենթադրենք, ստեղ կա մի հատ հարմար բան, Избрան է, կարակ ենթադրենք, ասում եք լավ, հələ մի հատ էսի ուսումնասիրեցինք, մեկ էլ որ թղթի վրա չգրեք, սրտիկ եք դնում, հաջորդ, անցնում եք հաջորդ կատեգորիային, հա, ասենք, տեսնենք էլ որն է, որ ապրանքները, հա, բան են անում, տեսեք, օրինակ էս էլ, ինչա, волосы, հա, для наращивания, սենց կատեգորիա կարակ մտնեք, օրինակի համար, կամ ստեղ էլ ինչ կա, ենթադրենք, հա, որ շատ է, հա, տոկոսայինով, բայց այդնես չի էլի, որ սենց նայեք տենակ, օրինակ ցածր է, ուրեմն չէ, այդ հարաբերական է, պետք է ընդհանուր բոլորը ուսումնասիրեք, հա, ասենք, ընդհանուր ինչքան ապրանք կա, ենթադրենք, տեսեք տավարի ու տավարի ստվիժենիումի կամ սպրադաժում, այս կարակ սենց իրար, օրինակ, հա, սրանք բերեք, այս սենց, հա, իրար մոտիկացրած դնեք, նաև տավարի սպրադաժումի, հա, կար, կամ պրադավցի ու պրադավցի սպրադաժումի, հեսա, ինչքան վաճառողներ կա ու ինչքանն են վաճառում, էդ էլ հաշվի առնելով, ընդհանուր ձեզ համար սենց մի հատ բան հանեք ու ուսումնասիրեք, ենթադրենք հերթով տենց ուսումնասիրեցիք, ասենք, թե այս շտորի, ենթադրենք, մտնենք այս կատեգորիա հիմա էլ, բացեց այսպիսի, հա, մեզ պատուհան, այս էլ ենք ուսումնասիրում, ինքը դոմ կատեգորիայից, վերոչկան բավականին բարձր է, նայում ենք, տեսնում ենք այս կարգի ապրանքներ են, վարակույրեր են հիմնականում, ու ստեղ ենք մտնում, արդեն հերթով սկսում ենք ուսումնասիրել, հա,
Ահա, այստեղ արդեն ավելի ազատ է, տեսեք 76%-ը էլի շուկայի ազատ է, 10%, ցանկալի է, որ այս 6 առաջին 6 բաները, վաճառողները, հա, ինչ որ մեկինը, եթե 15 եւ ավել տոկոսն է, ուրեմն մի քիչ ես խորհուրդ չէի տա, բայց եթե գոնե 60% ստեղ ազատ է, կարակ էլի ինչ որ դիտարկեք, հա, բայց մի քանի հանգամանք եք էլի հաշվի առնում, համ որ խոսքի 15-16%-ը ենթադրենք, նո 20%-ը Իրանը չլինի, նաև ստեղ ՍՊԸ-ներ շատ չլինեն, ստեղ նորմալ է, ԻՊ-ներ են հիմնականում, մոնոպոլիա չկա, ենթադրենք, հա, ապրանքները տեսանք ինչ է, իրա սրեդնի պրոցենտ վիկուպը նայենք, 80% վաճի, եթե նրա հետ համեմատենք, այնտեղ 76 էր, ստեղ 80 է, տենում ենք, որ էլի բավականին հարմար է, օձիվներն ենք նայում, տեսեք, ստեղ արդեն կա, տեսեք, բարձր, հա, բաներով, օձիվներով, ամեն դեպքում կարակ տենց ապրանք նենց ընտրեք, որ կողա ձերը ավելի տարբերվող լինի բան ու դուք էլ, հա, ունենաք լավ հաջողություններ։ Գինը, տեսեք, բարձր է 1600-ից սկսած, հա, ենթադրենք 1500-ից սկսած։ Նայում ենք, եթե ինքը լավ վաճառվող, ըստ գրաֆիկի, ինքը նորմալ վաճառվող ապրանքներ են, օրը 159 հատ, 166-ը։ Ու սենց հաշվի առնելով նույն ձև նաև նայեք պրագնոզի, ենթադրենք, հա։ Տեսեք, հա, կապույտով ինքը այնպես տա թե ինչ է գուշակել, ըստ դրա համապատասխանում է, կարմիրը համապատասխանում է, թե չէ։ Ըստ դրա որոշեք էլի ենթադրենք, բերեք, թե չէ։ Այստեղ հունվարին է ինչ որ բան նկատում, բայց ընդհանուր առմամբ մնացածը այդ էլ կախված է, ասենք, տոների հետ կապված, մինչև այս պերիոդը ինքը բան է անում, ասում է, հա, ինչ կլինի, ու այդպես արդեն նույնը տրենդը, հա, մտնեք, ուսումնասիրեք, ենթադրենք, վաճառքները աճում են, թե նվազում, տեսեք, նվազում են, կամ ասենք ապրանքները, հա, ինչքան կա ու վաճառվողները, այստեղ ավելի շատ է, հա, ապրանքները, ենթադրենք, պետք է հասկանաք, էլի, այդքան ապրանքի մեջ կարակ մրցակցեք, թե չէ, այդ բոլորը, կամ ասենք ցենովая սեգմենտացիա, ենթադրենք, այս բոլորը հաշվի առնելով, ամենաշատ վերուչկան լինում է, ենթադրենք, 1000 տեսեք 1288-ից 1700-ի սահմաններում, այդ գնալոց ապրանքներ վաճառելով։ Ու հասկանաք, արդեն ձեզ համար ընտրեք մի ապրանք։ Այս էլի ենթադրենք կարակ էլի սրտիկեք, ենթադրենք ես էլ եք, հա, հլը աչքի տակ առնում եք, վերջում, որ արդեն սաղ սենց հերթով նայեցիք, հա, ինչ որ մի քանի հատ հարմար տարբերակներ ունեք, ստեղ սեղմում եք избранное, ու տեսեք, ձեր հավանած բաները, արդեն կարակ այն 200 քանի հատը նեղացրեցիք ու դարձավ ենթադրենք բերեց այս 3 հատը, այս օրինակի համար, հա, կարող դուք թողել եք մի 10 հատ, ու արդեն այս 10 հատի մեջ ձեր համար վերլուծում եք, հա, ինչ կարելի է բերել, ինչը չէ։ Այս տարբերակ համար առաջին, ստեղ էլ եմ ասում, այս ֆիլտրերը լրիվ կարակ օգտագործեք, ստեղ տեսեք էլ ինչ ֆիլտրեր կան, ենթադրենք, հա, ու ըստ դրա արդեն բան անեք, ես հիմնականում սրանք եմ օգտագործում, նաև այնտեղ բաները, կոմիսիան էլ կարա, հա, ընտրել էինք, չէ, կոմիսիան ներողություն եմ խնդրում, ասենք պրոցենտ տավարով с продажами, ես էլ կարակ ենթադրենք ֆիլտրեք, օրինակ եմ, դες դե 3-ն ենք թողել, բայց պասեք հանեմ, ժողովուրդ ջան, ահա, օրինակ, հա, ենթադրենք թողնի այնց բան, որ 40%-ից ավելը, տեսեք, բան ունի, հա, продажаներ ունի, թողեց IS 4 բաները, կատեգորիաները, կոմիսիաները նայում ենք, օրինակ, հա, մեզ հետաքրքրող արդեն չկան, մտնում ենք, ենթադրենք պրինտերի կատեգորիան, հա, ես մտնենք, բա, ու էլի հերթով սկսում եք ուսումնասիրել, այս կարգի փոքրիկ նայենք նկարի մինի պրինտերներ են, հա, էլի այս ձևով բան եք անում, ուսումնասիրում եք, ահա, մոնոպոլիա չկա, տեսեք, սաղ ԻՊ-ներ են հիմնականում, դաժե առաջին տեղում մեր հայրենակիցն է, Տոնոյանն է, տեսեք, ժողովուրդ ջան, հեսա, տեսնենք ինչա վաճառում մերը հայրենակիցը, հետաքրքիր է ուղղակի, նայեք, այսինչ պրինտերներ է, ու իրա մենակ մի ապրանքից վերոչկան, տեսեք, այս ֆոտոպրինտերից ինչքան է կազմում, 1.800.000 վերոչկա, հիշում եք, չէ, ընկերներ ջան, որ վերոչկան դա ուղղակի շրջանառությունն է, ինքը շահույթը չի, բավականին լավ մեր հայրենակիցը բան ունի, նայեք, հա, ցուցանիշներ ունի, շատ լավ վաճառվող, պոզիցիաներով, եթե նայում ենք էլի ինքը, 1.800.000 վերոչկա, հիշում եք, չէ, ընկերներ ջան, որ վերոչկան դա ուղղակի շրջանառությունն է, ինքը շահույթը չի, բավականին լավ
Տեսեք, վատ տեղերում չի, դաժե այս մեկը 207-րդ տեղում գտնվելով ինքը 1.800.000-ի բան է անում, վաճառք է անում։ Ու սենց հերթով նայեք, հա, ենթադրենք, տեսեք, օձիվները, բայց վատ չի, շատ չի, հա, կարողանաք, օրինակ, ստեղ էլ դուք մրցակցեք, գինը ուր էր, մեդիանը հիմնական գինը, հա, նայեն, տեսեք, գրաֆիկով էլ ինքը նորմալ վաճառվող ապրանք է, հա, Մամ այդ գինն էի ուզում նայի, ժողովուրդ ջան։ Այս ստատուսներից կարաք դուք ձեր ուզած բաները հանեք կամ դնեք, հա, օրինակի համար։ Եկեք էս էլ միացնենք, սրեդնի պրոցենտ վիկուպան։ Տեսեք, բարձր է բավականին, շատ լավ նիշ է ընտրել, կարծում եմ։ Даже data обнаружение կարաք դնեք, տենակ ինքը երբանից է, հա, այս քարտերը երբանից է սկսել բան անել։ Հիմա ես ուզում եմ մեդիանացիան դնեմ, տենամ միջինում ինքը ինչ գնալուց ապրանքներ է։ Տեսեք, հիմնականում նայեք 23 թվին է ինքը մտել, նայեք ժողովուրդ ջան, հուլիսին մտել է ու արդեն այսքան 3 ամսվա մեջ, հա, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, լավ 4 ամսվա մեջ ինքը ինչքան լավ բան ունի, հա, ցուցանիշներ ունի։ Ինչն է ուզում գնայի գինը, հա։ Հիմնականում տեսեք կոնկրետ այս ապրանքը, ասենք կարանք մտնենք, տեսնենք, հա, ինչքան է բան արել։ Ու արդեն դուք էլ տեսնեք ընդհանուր այս ապրանքից ինչքան կա։ Դուք էլ որոշեք բերել կամ չբերել, հա, հարմար մատակարար գտնեք։ Գինը 6300 ռուբլյանոց վաճառող բան է, ապրանք է։ Ընտիր, ապրի մեր հայրենակիցը։ Ու այսպես ընկերներ ջան, հերթով ուսումնասիրեք, շուկայի բանը նայեք, իմ կարծիքով լավ տարբերակ է, հա, այսպես էլ ուսումնասիրելու։ Տեսակ ինչ լավ ապրանք գտանք։ Ահա, այս 4-ից էլ էլի ընտրեք, հա, ու համեր կոմիսիաներ բավականին ցածր է, տեսակ ժողովուրդ ջան։ Այս տարբերակ համար առաջինը։ Հիմա կուզեի ցույց տալ երկրորդ տարբերակը, որ դրանով էլ կարող եք բան անել, ընտրել, ուրեմն այստեղ տանք սպրոսից։ Մտնում եք մենյու ու ընդհանուր կատեգորիաները։ Տեսեք, ժողովուրդ, այս այն առաջինը, որ ցույց տվեցի, ենթադրենք դա հիմնականում հարմար է լինում, որ ընդհանրապես գաղափար չունեք, հա, ինչ վաճառեք։ Իսկ այս երկրորդի դեպքում դուք ֆիլտրերը այն առաջինի դեպքում դրեցիք ու ինքը ֆիլտրեց մոտավոր ձեզ հուշեց, որ նիշա կարելի է մտնել։ Երկրորդի դեպքում ենթադրենք, թե հա, դուք ուզում եք ինչ կատեգորիա ընտրենք, ասենք թե ուզում եք հենց դոմ կատեգորիայից բան անեք, վաճառեք։ Ինչ որ մի ապրանք, բայց էլի չեք կողմնորոշվում ինչ։ Մտնում եք ընդհանուր ռազդելն եք բացում, դոմի, թող բացի։ Ընդհանուր այս, հա, տան կատեգորիայի մեջի բոլոր ապրանքներն է։ Տեսեք, բերոճկան դաժե ինչքանից է սկսում։ Հիմա այստեղ կա, տեսնում եք, այս նովինկի, հա, նիվաժնա, այստեղ բացում եք ու դնում եք за 30 дней, հա, այսինքն 30 օրում շուկա մտած քարտերը։ Այնպես տատի հայտնաբերած, ահա, ցույց է, կրճատեց, դարձավ, հա, ասենց ինչ-որ ապրանքներ են, ենթադրենք, տեսեք ինչքան, այս բանը, հա, այս ապրանքը, ինչ-որ սրբիչներ են ամանորյա, 3.303.000-ի վրուճկա է անում, ինքը նոր բացված քարտ է, եկեք համոզվելու համար մտնենք իրա մեջ, տեսնենք, հա, երբ է բան արել, այնպես տատա հայտնաբերել, Ահա, դաժե մի ամսվա ժողովուրդ նայեք, первый обнаружен, հոկտեմբերի 7-ին, ու արդեն ինքը ունի 3.303.000 ռուբլու շրջանառություն, դաժե եթե միշտ հասանելի լիներ ապրանքը 3.5 կլիներ, ահա, այսով է վաճառում, հետաքրքիր է, ինչ որ Ստեղից է կարանք նայենք, սրեդնի պրոցենտ վիկուպան, տեսեք, բարձր է բավականին, ստեղից ընտրեք ձեզ հետաքրքիր ինչ-որ մի ապրանք, հա, օրինակի համար, նայում ենք ինքը գրաֆիկով էլի նորմալ վաճառվող ապրանք է, ահա, գնանք էստեղ, ու
հա ինչ է ցույց տալիս, այստեղ նայեք վերուչկան, տեսնում եք, ստեղից կարակ բան անեք, բացեք այս ֆիլտրը ու ասենք ենթադրենք ուզում եք ընտրեք անենց ասենք 300,000 ռուբլիից մինչև ենթադրենք 1 միլիոնանոց, որ այդ կոնկրետ անենց ապրանք ցույց տա, որ ովքեր են այդ ապրանքով մտել այդ տեսակ ապրանքներով, որոնք ունեն 300 ռուբլուց մինչև 1 միլիոն վերոչկա, հա, նոր բացված քարտերի մասին է խոսքը։ Տալիս եք պրիմինից։ Տենց ինչ որ մի վարքյան, ժողովուրդ ջան։ Ենթադրենք հլստեղ 500,000 գրամ։ Ա 3 միլիոն եմ գրել ժողովուրդ։ Հեսա, տեսեք ժողովուրդ ջան։ Բերեց, ահա։ Ու այստեղ տեսնում ենք, հա, ինչ ապրանքներ կան հետաքրքիր, ահա։ Հերթով ընտրում ենք մեզ համար ինչ որ մի ապրանք, ենթադրենք այս ինչ որ պրաժան, հա, օրինակի համար, չգիտեմ ինչ առաջին ես բացեցի։ Ահա։ Թելա, ինչ որ գործելու, տեսեք, հայտնաբերվել է ուրեմն 11-ին հոկտեմբերի ու արդեն 489,000 ռուբլու բան արել, շրջանառություն արել, այստեղ է պրոցենտ վիկուպանը բարձր է, նայեք ժողովուրդ ջան, հեսա, իրա վաճառած բանը, կազանում է, պահեստը, հեսա, ու սենց ձեզ համար արդեն բան անեք, կուզեք արդեն մտնում եք, ենթադրենք իրա բաները, հա, կատեգորիաները, այս սրանից մի վախեցեք, որ սա օ է, որտև այս ընդհանուր դոմ կատեգորիայի մեջի բաներն է, հիմա եթե դուք ուզում եք այդ ապրանքինը, հա, տեսնեք, ինքը եկեք գնացինք, հա, իր ապրանքի մեջ, տեսնենք, որ կատեգորիայի մեջ է, ու արդեն այդ կատեգորիան ուսումնասիրենք, օրեր, ստե մի քիչ տակնա կատեգորիաները, որտեղ է, ահա, հեսա, ակցիաները հաշվի չենք առնում, օրինակ, հա, այս կատեգորիան բացենք, ու արդեն ստեղ տեսնենք, հա, ինքը, եթե ասենք ընտրեք այս ապրանքը, արդեն նոր իրա կատեգորիան կսկսեք ուսումնասիրել, տեսնեք ինչքան բաներ կա, հա, տեսեք ինչքան են բան անում, շրջանառություն, հա, ունենում, մտեք արդեն պրոդակցին ու տեսեք, հերթով պետք է սկսեք ուսումնասիրել ամեն ձեր ընտրած ապրանքի համար, նայում ենք, որ շուկայի մեծ մասը ազատ է, ստեղ մոնոպոլիա չկա, ինչ որ հիմնականում եւ սպաներ են եւ բաներ, այդ ածեներ, ստեղ մի հատ փոքրիկ հուշում, հա, եթե օրինակ տեսնեք, որ այս կատեգորիայի օրինակի համար Վալբերիսը վաճառում է, այդ կատեգորիա ես խորհուրդ չէի տա մտնել, որտեւ իրան հետ դժվար կլինի էլի մրցակցելը, առավել ևս եթե որոշել եք ամեն դեպքում մտնեք նույն ապրանքից երբեք մի վաճառեք, որտեւ Վալբերիսի հետ չեք կարող մրցակցել ընկերներ ջան, դա անպայման հաշվի առեք։ Ու այսպես ընկերներ ջան, պետք է ընտրեք էլի ձեր համար այդ ապրանքը, արդեն սկսեք նոր իրանեղ այդ կատեգորիան ուսումնասիրել, ոնց որ ասեցի, հա, տրենդով, գնային բանով, պրոգնոզի, ահա, տեսնեք, հա, շուկան աճում է, թե չէ, նայեք աճում է, ենթադրենք, հա, ինչքան ապրանք ունի, ինչքան է վաճառվող, ահա, ամեն դեպքում վատ չի էլի կարծում եմ։ Այդպես սրեդնի չեկը ենթադրենք նայեք ինչ գնանոց բաներ են հիմնականում։ Հա, ստեղ ընկերներ ջան կարաք նաև ֆիլտրեք, այսի մենք ֆիլտրեցինք այս բանը, հա, վերոչկան, որ ցույց տա այնց քարտերը, որոնք ունեցել են այսքանի բան, վերոչկա։ Ստեղից կարանք նաև ու դե բնականաբար ընկերներ ջան, այս բոլորը, այս սրեդնի պրոցենտ վիկուպան, բան, բոլորը հաշվի եք էլի առնելու։ Մեկ էլ կարակ ընտրեք մեդիանայացնան, իրան էլ ֆիլտր անեք, որ օրինակի համար ենթադրենք պրամիժուտկի դնեք էլի, ասենք ցույց տա անենց քարտեր, բաները, նոր մտած քարտերը, ասենք թե հա, այս գնանոցի մեջ ենթադրենք 1000-ից 2000 ռուբլու։ Հեսա կտեսնեք, որ էլի քչանալու է, ստեղ փակենք։ Բերեց
Էս ինչա օրինակ։ Նոր տարվա բան, ամանորյա երևի կամ առհասարակ, ասես նաբորները գտալ պատարակ հաղի կուխնյայի կատեգորիայում։ Ու սենց հերթով ձեր արդեն ուսումնասիրեք էլի, ստեղ պրոցենտվի կուպան ինչքան է արդեն, տեսեք 88% կոնկրետ այս ապրանքինի, եթե նայեք, հա, ինքը բանը, օձիվները ինչքան է, կարակ մրցակցեք, թե չէ, ռեյտինգը ենթադրենք, մի վարքյան, մեդիանա ցենան 1100 ռուբլի, օրինակ, հերթով պետք է ընկերներ ջան, ուսումնասիրեք այսպես, արդեն կարակ մտնեք իրա կատեգորիան, ենթադրենք, հա, դոմ կուխնյայի ենթադրենք հավանում եք, այդտեղ տենակ բան կա, թե չէ, հա, մոնոպոլիա կա, թե չէ, էլի, նայում ենք, որ ազատ է ինքը, վերջ, ու արդեն ձեր համար ընտրություն կատարեք։ Մեկ էլ մի բան էի ուզում ցույց տայի, ժողովուրդ ջան, ուրեմն եթե ընտրեցիք, հա, վերջնական սենց վերլուծության արդյունքում ընտրեցիք ձեզ համար ինչ-որ մի ապրանք, մտնում եք եւ ուզում եք տեսնեք, հա, որ պահեստանեք։ Ես օրինակ հիմնականում այսպես եմ նայում, մտնում ենք Wybor Niche-ի, Wildberries Wybor Niche-ի, թող բացի ցույց տամ։ Ասենք թե այն մեր այս սրանցից ինչ-որ մեկը, հա, ենթադրենք այս բանից, ծունկի հետ կապված այս ապրանքը։ Տեսնում եք, սեղ կա գեոգրաֆիա, հա, զակազը, էսա, որ պահեստից, որտեղից է ավելի շատ բաները լինում, զակազները, տեսեք, հիմնականում ցույց է տալիս այս Էլեկտրոստալ, Կալեդինո, Պադոլսկ, սա, հետո ինչքան մոկ, այնքան այդտեղից ավելի շատ է բաները, զակազները։ Ու արդեն հաջորդաբար նայում եք ձեզ հարմար գնային բանով ընտրում։ Վերջ ժողովուրդ ջան, հուսով եմ օգտակար էր ինֆորմացիան, կարող եք հաշվի առնել այս ամենը, դուք էլ ուսումնասիրել, եթե ինչ-որ հարցեր ունենաք, խնդրեմ, հետադարձ կապ ունենք, կարող եք դիմել։ Ինչպես նաև եթե կուզենաք Չինաստանում բայեր չունեք, հա, եթե կուզենաք տվյալներն իմանալ, կարող եք գրել բոլոր կոնտակտները fulfillment-ի հետ կապված, բայերի հետ կապված, որից որ մենք օգտվում ենք, գոհ ենք, պարտաճանաչ են եւ վստահելի են, կարող ենք ձեզ էլ փոխանցել, դուք էլ ունենաք նման լավ թվերով վաճառքներ։ Շնորհակալ եմ դասին մասնակցելու համար, ցտեսություն ընկերներ ջան։